Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ գտնվում է կոլապսի մեջ։ Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը, սոցցանցի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին ու նրա կնոջը։ Ամերիկացիները բրիտանացիներից ավելի մտերիմ ընկերներ չեն ունեցել, ասել է Թրամփը, ապա հավելել. Իմ մայրը շատ էր սիրում Բրիտանիայի թագավորական ընտանիքը, բայց մի օր նա ասաց. Չարլզը շատ լավիկն է։ Իմ մայրը սիրահարված էր Չարլզին։ Մեծ Բրիտանիայի թագավորի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությունն ավարտվել է F-35 կործանիչների թռիչքով։ Իդեպ Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ Պետդեպարտամենտը կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագրեր, որի ներքին շապիկին պատկերված կլինի նախագահ Թրամփը։ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսի 1-ին կլքի նավթ արտահանող երկրների կազմակերպությունը OPEC-ն ու OPEC+-ը։ Երկրի էներգետիկայի նախարարն ասել է, որ որոշումը կայացվել է երկրի էներգետիկ ռազմավարությունների վերանայումից հետո։ Նա ասել է, որ Աբու Դաբին որոշել է դուրս գալ կազմակերպությունից առանց իր գործընկերների հետ խորհրդակցելու։ Երկրի դուրս գալը կարող է մեծ հարված հասցնել ամբողջ նավթային դաշինքին եւ դրա ոչ պաշտոնական առաջատար Սաուդյան Արաբիային։ Սպիտակ տնից, Թեհրանից կամ տարածաշրջանից ցանկացած հայտարարություն միայն բարձրացնում է նավթի գները, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Ավելի լավ կլիներ ոչ ոք ոչինչ չասեր։ Ամեն անգամ, երբ նրանք փորձում են կարգավորել շուկան, նավթի գներն ավելի են բարձրանում։ Մենք շատ դժվարին իրավիճակում ենք, նշել է նա։ Գողացված ապրանքներ գնելը հանցագործություն է, այդ թվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներից գողացված հացահատիկը։ Սա օրինական բիզնես չէ։ Իսրայելը չի կարող պնդել, թե չգիտի, թե ինչ է մտնում իր նավահանգիստներ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա խոստացել է պատժամիջոցներ կիրառել։ Կիևն ամեն օր կորցնում է տարածքներ եւ դիմում ահաբեկչության, չկարողանալով կանգնեցնել ռուսական զորքի առաջխաղացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչև մայիս մնացել են հաշված օրեր, սակայն Մոսկվան ու Մոսկվայի մարզը շարունակում են պատված մնալ ձյունով։ Չնայած դրան, մայիսի 9-ի շքերթն անպայման տեղի կունենա, վստահեցրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Եվ վերջում, Աթենքում 89-ամյա տղամարդը, որ սորդական հրացանով ներխուժել է շենքեր ու կրակ բացել մարդկանց վրա։ Նա նախ մտել է Հունաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի շենք, բարձրացել 4-րդ հարկ, կրակել աշխատակիցներից մեկի վրա։ Կարճ ժամանակ անց տղամարդը ներկայացել է Աթենքի վերաքննիչ դատարան, նույն սցենարով բարձրացել 4-րդ հարկ եւ կրակ բացել, այս անգամ թիրախավորելով 4 քարտուղարուհիներին։ Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։